ըստ էության ոչ միայն խախտվել է մարդկանց իրավունքները, այլ մարդիկ ենթարկվել են անհամաչափորեն թալանի եւ կողոպուտի, որի հետ կապված առերևույթ կա բանկերի մեծ թողումները, որովհետեւ եթե դրանք չլինեին, քաղաքացիները այդպեսի չէին հատվի եւ հետո ասել այստեղ հավաքվելու նպատակը առհասարակ որն է։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, օրինակ, ռոկետ լայն տեսակի վարկը կարող են միայն ու միայն կոմունալ վճարումները վճարեն կամ խանութներում միանգամից առևտուր անեն։ Սակայն ռոկետ լայն տեսակի վարկերը ստանալուց անմիջապես հետո այս գումարները փոխանցվել են մի քանի տարբեր երկրների, տարբեր հաշվեհամարների, ինչը բանկային մեծ խախտում է եւ դա այդպես չպետք է լիներ։ Դեռևս ունենք այդ բանկի առարկությունը այն մասով, որ քաղաքացիները տվել են իրենց անձնական տվյալները եւ այդ պատճառով է առաջացել այս խնդիրը, բայց այնուամենայնիվ, եթե քաղաքացին անձամբ ինքը վերցներ ռոկետ լայն տեսակի վար, նա իրավունք չէր կարողանալու ունենալ եւ ընդհանրապես հնարավորություն չէր կարողանալու ունենալ դա փոխանցել իմ կամ երրորդ անձի հաշվեհամարների, ելույթ մնաց, որ այդ հաշվի միջազգային բնույթ են կրում, հա? Սա ID բանկի հսկայական խախտումն է եւ ունենք Արչիվ բանկի նմանատիպ խախտումներ, ասենք օրինակ, որ քաղաքացու անունով վարկ է ձևակերպվել այն չափաբաժնով եւ այն քանակով, որ սա առհասարակ այս չափաբաժինը թույլատրելի չէ քաղաքացու համար, որովհետեւ Ակրա բյուրոյով նախատեսված էր X չափի գումար տրամադրել քաղաքացու, որ քաղաքացին ուղղակի ենթարկվել է թալանի եւ կողոպուտի։ Եվ Իդեկո բանկում ունենք դեպքեր, որ մի քանի անգամ 5 րոպեի ընթացքում 3-4 անգամ վարկ է ձևակերպվել քաղաքացու անունից եւ այս գումարները րոպեների ընթացքում փոխանցվել են այլ միջազգային հաշվեհամարների եւ դրանից անմիջապես հետո նոր բանկի աշխատակիցը զանգահարել է հաճախորդին գնահատելով գործարքը կասկածելի։ Մինչդեռ, եթե գործարքը կասկածելի է թվում, իսկ այդ գործարքը հստակ կասկածելի է, պետք է սառեցվեր նոր զանգեին իրենց հաճախորդին կամ ամենասկզբից հենց հաճախորդին զանգահարեին եւ կանխեին հանցագործությունը, ինչը տեղի է ունեցել, նման դեպք տեղի է ունեցել նաեւ իհարկե հիմա ես կանդրադառնամ։ Ուրեմն այս եւ նմանատիպ խնդիրները վերահսկելու, շտկելու, քաղաքացիների իրավունքները վերականգնելու նպատակով մենք դիմել էինք բազմիցս կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը քաղաքացիներին տրամադրել է ոչ օրինաչափ պատասխաններ, որոնք ըստ էության միտք ու բովանդակություն չեն արտահայտում, որ շնորհակալ ենք տեղեկատվության տրամադրման համար, մենք այդ խնդրով ինտենսիվ մանրամասն կզբաղվենք, սակայն այդ զբաղվածությունը մենք չենք նկատում։ Արդեն 2 ամսից ավել է, որ մենք սպասում ենք, որ խնդիրները զբաղվեն եւ հարցերին լուծում տան։ Մի այսպիսի էպիզոդ է, որ խնդիրը տևական ժամանակ է, որ առկա է։ Իդեպ կենտրոնական բանկի բաց թողումների մասին եմ հիմա ուզում խոսել եւ կենտրոնական բանկի նախագահի հրաժարականի պահանջով ենք հիմա էլ հավաքվել այստեղ, որովհետեւ կենտրոնական բանկը 2020 թվականից սկսած ինչ այս on-line վարկերը գործարկվել են Հայաստանի Հանրապետությունում, բազմաթիվ դեպքեր են զեղծարարություններ եւ կիբերհանցագործություններ են տեղի ունեցել բանկերում, իսկ կենտրոնական բանկը որևէ անգամ որևէ հանձնարարական չի իջացրել կիբերհանցագործությունների կանխարգելման մասով։ Սա թերի աշխատանքի մասին է խոսում կենտրոնական բանկի։ Դրանից հետո բազմաթիվ անգամներ մենք դիմել ենք կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկի նախագահը վերջերս մեր բազմաթիվ դիմումներից հետո հրապարակային կերպով ասաց, որ
վիճահարույց վարկերը, մինչդեռ այդ վարկերը վիճահարույց չեն, այդ վարկերը ապօրինի են եւ վերջ, վիճահարույց վարկերը սառացված են, սակայն դա որևէ չէր համապատասխանում իրականությանը եւ քաղաքացիների համար նոր ծուղակ է ստեղծում, որպեսզի քաղաքացիները վճարեին այս վարկերը։ Ըստ էության քաղաքացու եւ բանկի մեջ չկար որևէ վարկային օրինական պայմանագիր, իսկ բանկերը օգտվելով առիթից կամ ստանալով կենտրոնական բանկի նախագահի հանձնարարական իբրև սառեցնել վարկերը, իսկ այդ սառեցումների քողի ներքո բանկերը սկսեցին հաճախորդներին առաջարկել պայմանագրեր, ըստ որի ձեր ուշադրություն դարձրեք, խնդրում եմ այստեղ, ձեր ունեցած վարկը սառեցվում է 3 տարով մի դեպքում, 3 տարով երկրորդ դեպքում, 5 տարով երրորդ դեպքում ձեր վարկը սառեցվում է եւ տոկոսադրույքը իջացվում է։ Սա դառնալով 27%-ից կամ 24%-ից 12%, բայց եթե քաղաքացին այս պայմանագիրը ստորագրի, արդեն ստանձնում է պարտականություն եւ իրականում դառնում է օրինական վարկատեր, օրինական պարտատեր է դառնում։ Սա ծուղակ է եւ սա անհանդուրժելի է եւ սրա հետ կապված մենք իրավական աջակցություն ենք տրամադրում եւ իրավական աջակցության շրջանակներում ուղղակի խորհուրդ չենք տվել քաղաքացիներին, որ նման փաստաթուղթ ստորագրեն։ Ազգային ժողովում ԿԲ-ի նախագահի հրաժարականը ոնց է պահանջում, ով է իրավասու այստեղ ԿԲ-ի նախագահին հանրագործի։ Ազգային ժողովն է կենտրոնական բանկի նախագահ ընտրել, նշանակել եւ մինչ այսօր կենտրոնական բանկի նախագահը իբրև թե աշխատում է, որի արդյունքները մենք չենք զգում, որ եթե աշխատեր այսքան քաղաքացիներ թալանված եւ կողոպտված չէին կանգնած լինելու ազգային ժողովի։ 307։ Շատ հաճախ կան քաղաքացիներ, որ չեն վստահում պետական կառույցներին, համարվում են իրենք թալանված են եւ ոչինչ չեն կարող անել եւ ելնելով անվստահությունից անգամ ձայներ չեն բարձրացնում։ Մեզ դիմել են 307 այո քաղաքացիներ, 307-ից այստեղ 100-ն են ներկա, այն էլ անգամ լավ 50-ն են ներկա, բայց դա քաղաքացիների թերացումը չի, սա քաղաքացիների ուղղակի հուսալքված իրավիճակն է, որովհետև եթե վստահություն ունենային պետական մարմինների նկատմամբ, ապա կբողոքեին։ Մենք արդեն 10-ից ավել ակցիաներ ենք արել եւ հարցերը լուծում չի ստացել։ Ապա ինչպես քաղաքացիները պետք է վստահեն պետական մարմիններին։ Օրինակ եկեք ազգային ժողով եք դիմում, կոնկրետում եք դիմում եւ ինչու ժամը 5-ին փակվում է դռները ազգային ժողովի։ Գիտեք, մեր համար ըստ էության միևնույնն է, ազգային ժողովի ներսում այս պահին ընդհանրապես մարդ կա, թե չկա, որովհետև ազգային ժողովի ներսում, եթե մարդիկ լինեին ու զբաղված լինեին բացի իրաց գզվրտելուց իրենց պարտականություններով, ապա այս հարցը մեր առանց բարձրացնելու իրանց պարտականությունների տիրույթում։ Ուղղակի կհեռացնեին աշխատանքից այս մարդկանց։ Հիմա գիտեք, մեր պահանջները ներկայացնելու ինչ անել, ուրեմն ինչ անել։ Մենք պահանջները հիմա հրապարակային կերպով ներկայացնում ենք մեր պահանջները։ Սա ուրեմն կհասնի իրան։ Մեր պահանջները հասել ունի, հիմա ես կմոտենամ ընդունարանին եւ կասեմ, որ մենք այստեղ ենք եւ մեր համար տարբերություն չկա, ոչ պատգամավորները ընդհանրապես, որ խմբակցության ներկայացուցիչները մեզ կընդունեն շատ ավելի լավ, չեն ընդունի, մենք կշարունակենք հաջորդի մեր քայլերը։ Ես կնդրում եմ հնարավորություն տվեք, հիմա ես պատասխանել եմ, որ քաղաքացիների ընդունելության կարգ կա եւ նախապես գրանցման դեպքում են միայն ընդունելու։ Ներողություն, ես չհասկացա, որ մի հարցին պատասխանեմ, խնդրում եմ հերթով, ասեք հիմա։ Ասացի կմոտենանք, կասենք մեզ ընդունել։ Քաղաքացիների ընդունելության կարգ կա։ Ժամ են գրանցվում, գալիս են, ձեզ դա են պատասխանելու։ Հիմա սա ինչի՞։ Մենք գիտենք, մեզ ինչ կպատասխանեն, եկեք խնդրում եմ դուք մի ենթադրեք, հա։ Եկեք, հա, այդ կարգերին ավելի ցանկալի է հետևեն պետական մարմինները։ Պետական մարմինների առաջին պարտականություններն է հետևել կարգ ու կանոններին եւ գրված օրենքներին։ Եթե իրանք չեն հետևելու իրանք, ուրեմն եթե իրանք արդեն իսկ չեն հետևել այդ գրված կարգ ու կանոններին, մեր համար միևնույնն է, մենք կարող ենք գիշերը 12-ին էլ հանդիպենք
եւ մեր պահանջները ներկայացնենք։ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման պահանջ կարող է ներկայացնել։ Մենք հանդիպման պահանջ ենք ներկայացնելու միևնույնն է, որ խմբակցությունը կամ ով պատրաստակամություն մեզ ընդհանրապես ով պատրաստակամություն հայտնի աջակցելու քաղաքացիներին թող ասեք։ Հիմա եթե դուք գնում եք, դες պետք է հարցնել, ում մոտեք շատ չեք կարող ասել։ Այն պատգամավորի, ով պատրաստակամություն ունենա լսելու խնդիրները, աջակցելու թալանված քաղաքացիներին։ Նյազ Հասանովը։ Նշեք ինչ-որ մեկին, որ այդ մարդը ասի։ Մենք ոչ մեկին չենք ուրեմն մեր համար այո 107 պատգամավոր։ Պահանջում ենք, որ մեզ ընդունի 107 պատգամավոր։